ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնը լսելի է, ես Լուսինե Մուրադյանն եմ, մեզ կարող եք նաև դիտել, մուտք գործելով arm.radio.am կայք, դիտել կոճակը սեղմելով և Facebook-յան հարթակում հայատար գրելով Հայաստանի հանրային ռադիո, միանալով Facebook-յան մեր էջին։ Զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց կողքին հաճախ կանգնած են իհարկե նրանց ընտանիքի անդամները, հատկապես կանայք, ովքեր տարիներ շարունակ ստանձնում են խնամքի հիմնական պատասխանատվությունը, սակայն որքանով են այսօր տեսանելի նրանց խնդիրները, ինչպիսի աջակցության կարիքներ ունեն եւ արդյոք գործող պետական քաղաքականությունը բավարարում է այդ կարիքները։ Այս հարցերին պատասխանելու նպատակով իրականացվել է զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց խնամող կանանց կարիքների գնահատման հետազոտություն։ Դրա հիման վրա մշակվել է առաջարկությունների փաթեթ, որն ուղղված է պետական քաղաքականության եւ ծառայությունների բարելավմանը։ Հասարակական կազմակերպություններ միավորվել են իրենց ջանքերը, որպեսզի այդ առաջարկությունները չմնան միայն թղթի վրա եւ լսելի լինեն նրանց ձայները, այլև դառնան պետական քաղաքականության մաս եւ նպաստեն համակարգային փոփոխությունների իրականացմանը։ Այս թեմայի շուրջ այսօր ես զրուցելու եմ տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության կողմից իրականացվող խնամքի արժեք եւ հանրային բյուջե ծրագրի ղեկավար Սաթիկ Բադեյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բավականին խորքային հարց եք վերցրել ուշադրության կենտրոնում, որովհետև հաճախ մենք ուշադրություն ենք դարձնում առաջնային, իհարկե դա բնական է, որ այդպես էլ պիտի լինի, մարդկանց, ովքեր որևէ խնդիր են ունենում, եւ միշտ յետին պլանում են մնում այն մարդիկ, ովքեր խնամքն են իրականացնում, ամբողջությամբ նրանց կողքին են, ինչու ոչ միայն ֆիզիկապես, այլև փորձում են հոգեպես աջակցել, որ մարդը իրեն մենակ չզգա, բայց այս պարագայում նրանք ռեսուրս են տալիս եւ իրենք էլ ռեսուրսի կարիք ունեն։ Հիմնական պատճառը, որ այս հետազոտությունն իրականացրեցիք, դա է, թե այլ անկյուններ էլ կան։ Իրականում առաջին անգամ է, որ ես պիտի բարձրաձայն ու հանրային խոսեմ այդ խնդրի մասին, որովհետև իրականում խնդիրը շատ նուրբ է եւ բազմաշերտ է, եւ ես այսօր մինչեւ այս խոսակցությունը սկսել երևի պիտի ներողություն խնդրեմ բոլոր այն մարդկանցից, ովքեր հնարավոր է վիրավորվեն կամ նեղսրտեն կամ ինչ-որ ձևով խորացնենք, իրենց զգացողությունները այս խնդրի հետ կապված, բայց ամեն դեպքում սա մի խնդիր է, որը այլևս չի կարող մնալ լռության մեջ, ստվերում, այո, եւ մենք անցած տարի 2025 թվականին իրականացրինք մի ծրագիր Հայաստանում կանանց հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, որը կոչվում էր հենց այդպես լռության ձայնը։ Գիտենք, որ պատերազմի ընթացքում շատ շատերը հաշմանդամություն ստացան եւ ոչ միայն պատերազմի, ոչ միայն 44 օրյա պատերազմի, այլ 90-ականներից սկսած մենք գիտենք, թե որքան զոհեր ու վիրավորներ են ունեցել եւ այդ մարդիկ, երբ որ վերադառնում են իրենց ընտանիքները, բնականաբար կանգնում են խնամքի ծանր, բազմաշերտ բեռի առաջ եւ այդ բեռը որպես կանոն հիմնականում կրում են ընտանիքի կանայք։ Իրականում մեր կազմակերպությունը դուք գիտեք, որ մենք մի քիչ այլ ուղղությամբ ենք աշխատում, այո, հիմնականում սոցիալական ձեռնարկատիրությունն ենք խթանում համայնքներում, նպաստում ենք համայնքների զարգացմանը եւ մեր տարբեր սոցիալական ձեռնարկություններում միշտ ներառել ենք հաշմանդամություն ունեցող անձանց, լուծելով նրանց զբաղվածության հիմնախնդիրները եւ նաեւ զինծառայության ընթացքում հաշմանդամություն ունեցող անձինք ենք ունեցել մեր աշխատակիցների շարքում։ Իրենք շատ սիրուն, ուզում եմ հենց այդ բառը օգտագործել, շատ սիրուն ընտանեկան պատմություններ ունեն, որոնք միշտ ինձ հուզել են, ոգևորել են, միշտ ուզել են, որ այդ մասին իմանան ու հանրայնացնեմ այդ պատմությունները ու շատ հաճախ, երբ խոսում է այդ մասին, իրենք ասում էին, եթե մեր պատմությունը ինչ-որ մեկին օգուտ կտա, որ ինչ-որ մեկը մի ընտանիք, մի հաշմանդամություն ունեցող ընտանիքը ոգեշնչվի եւ այլն, խնդիր չկա, կարող եք խոսել այդ մասին, կարող եք հանրայնացնել, բայց հետագայում, երբ որ իրականում որոշեցի այդ քայլը անել, փորձեցի զրուցել այդ խնդիրը ունեցող տարբեր ընտանիքների հետ ու հասկացա, որ մենք շատ լուրջ, բազմաշերտ խնդրի հետ գործ ունենք։
Եվ ստիպված տենց խորացրեցինք ուսումնասիրությունները։ Այսինքն ուղղվածություն փոխվեց, հա։ Ուղղվածություն փոխվեց, այո, սկսեցինք բացահայտել այդ կանանց կարիքները, որովհետև իրականում որքան ընտանիք, այդքան տարբեր պատմություններ, տարբեր խնդիրներ ու հոգսեր, եւ բացի այդ իրենք շատ պարզվեց, որ իրենք շատ փակ եւ անհասանելի խումբ են, կոնկրետ հենց զինծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց ընտանիքները։ Ես չեմ, օրինակ, եթե մենք կարողանում ենք շատ հեշտ զրույցի բռնվել մանկուց հաշմանդամ երեխայի ծնողի հետ, ով անկեղծորեն խոսում է մեր հետ, կիսվում է իր խնդիրներով, որ կարողանում են բացվել եւ խոսել, նախկին այդ խնդիր ունեինք։ Այս մյուս դեպքում մենք ընդհանրապես չեն կարողանում իրենց հետ կապի դուրս գալ, որովհետև չգիտեմ, հոգեբանական շատ լուրջ իրենք պատմությունների մեջ են, հա, այդ իրավիճակների մեջ են, շատ հաճախ մտածում են, որ պատմությունը ընտանիքի շրջանակներից դուրս չգա, որ իրենց այլ կերպ չվերաբերվեն շրջապատում եւ այլն, հա, իրենց գաղտնիքները մնա իրենց։ Այստեղ խոցելիության մասին ենք խոսում, հա։ Խոցելիության մասին եմ այո խոսում։ Ես իզուր չասացի, որ մարդու ռեսուրսը անսպառ չէ։ Եվ բնականաբար սկզբնական շրջանում ընտանիքի անդամները, հատկապես կանայք, իրենց բոլոր ռեսուրսներն են ներդնում նույնիսկ ավելին, որպեսզի կարողանան նոր հույս տալ այդ մարդուն, ոտքի հանել փոխաբերական իմաստով նաև ինչու ոչ, բայց գալիս է մի պահ, որ իրենք են սպառվում։ Այո։ Գալիս է մի պահ, որ իրենք են սպառում եւ մենք իրականում ունենք շատ տարբեր դեպքեր։ Ես հիմա ինչ որ մեկի հետ, եթե ինչ որ մեկի կյանքին կամ փորձառությանը մոտ կլինի այն ինչ որ ասում եմ, ներողություն եմ խնդրում դրա համար, բայց ես ընդհանուր դիտարկում եմ, հա, հիմա։ Ներեցեք, բայց պիտի ձայնը ընտանիքներ կան, հա, որտեղ անգամ հաշմանդամություն ստանալուց հետո սիրած աղջիկը եկել է եւ ինքնակամ նվիրվել է այդ բեռը ուզում է կրել եւ իրենք միասին այդ հոգսը տանում են, բազմաթիվ դժվարությունների միջով անցնում են, բայց իրենք նաև շատ երջանիկ են, շատ այդպիսի հա երջանիկ ընտանիքներ կան, որ օրինակ մի անգամ այդ կանանցից մեկը ինձ ասում է, գիտեք, ես այսօր այնքան ուրախ էի, որովհետև երբ որ մտա խոհանոց, ամուսինը ժպտում էր, ու ես չէի հասկանում ինքը ինչի է ժպտում, հետո ինքը ասեց նայիր բաժակից, ու ես տեսա, որ իր բաժակի մեջ ջուր չկա, այսինքն ինքը կարողացել էր առանց իմ օգնության այդ բաժակի ջուրը խմել, եւ իրենք դրանով երջանիկ էին արդեն։ Դրանք մեզ համար են բարձ բաներ, բայց մեծ հաղթանակներ են։ Բայց կան նաեւ բազմաթիվ ընտանիքներ, որոնք օրինակ ստիպված են այդ բեռը կրում, որոնք օրինակ հնարավոր է ասենք այնպես իրավիճակ է եղել, որ իրենք արդեն ոնց որ բաժանման շեմին էին, բայց այդ դեպքից հետո ստիպված է եղել կինը մնալ ու խնամել ամուսնուն, որովհետև եւ խղճի խայթ է զգացել եւ մյուս կողմից կա հասարակական պարսավանքը Եվ նաև պատասխանատվության պատասխանատվության, բայց այս դեպքում տարբեր դեպքերում իհարկե երջանիկ չեն եւ շատ հաճախ իրենք ստիպված ոնց որ ամբողջ կյանքում մնում են այդ հոգսը կրելու, հա, այդ բեռի տակ։ Եթե մենք ընդհանրապես հա սոցիալական գիտություններում խնամքը դա սահմանվում է որպես գործողությունների եւ հարաբերությունների համակարգ, որի նպատակը մեկ այլ անձի առողջությունը, անվտանգությունը եւ բարեկեցությունը ապահովելն է։ Այսպիսով խնամքը ինքը շատ բազմաշերտ, հա, ինքը ֆիզիկական օգնության, հոգեբանական աջակցության, նաև զգացմունքային աջակցության ապրումակցման, նաև հասարակության մեջ ինտեգրվելու սոցիալական ադապտացիայի եւ շատ կազմակերպչական հարցեր է լուծում, բայց սովորաբար մեր հասարակությունում հատկապես հայկական դա մշակույթից ելնելով նաև պատմականորեն այդպես է, որ դիտվում է որպես կանանց պարտականություն, կանանց բնական պարտականություն։ Այդպես է ու վերջ չի քննարկում։ Եվ ոչ ոք դա չի դիտում, չի քննարկում երբեք սոցիալական արդարության եւ նաեւ պետության կողմից պատասխանատվության տեսանկյունից։ Ինչպես է այդ կինը։ Այո։ Եվ ոչ ոք ընդհանրապես չի հարցնում, թե ինչպես է ինքը, հա, սովորաբար մենք հատկապես զինծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած տղամարդկանց հերոսացնում ենք, իրենք բոլորը հերոս են եւ հերոսը իրենք են, ու ամբողջ պատմությունը իրենց շուրջ է կենտրոնացած, հա, բայց ոչ ոք երբևէ չի մտածում իրական նրանց կողքին կանգնած ընտանիքի անդամի եւ հատկապես կանանց մասին, ովքեր այդ ամբողջ բեռը կրում են իրենց ուսերին։ Դա ֆիզիկական բեռ է, դա հոգեբանական բեռ է,
ֆինանսական ծանրություն է, էմոցիոնալ հյուսվածություն է, այո։ Եվ այդպիսի բազմաթիվ դեպքեր ունենք, օրինակ մենք մեր զրույցների ժամանակ զրուցել ենք նաև մի կնոջ հետ, ում ամուսինը 90-ականների պատերազմի ժամանակ էր հաշմանդամություն ստացել, ամբողջովին տեսողությունը կորցրել է, կուրացել է եւ հետագայում կինը ամբողջ կյանքում բնականաբար ունեցել է նաև տարբեր ֆիզիկական խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում ինչ որ չափով հաղթահարվել են, բայց տեսողությունը այդպես էլ չի վերականգնվել եւ ինքը ամբողջ կյանքում մնացել է որպես կույր ամուսնու աչքերը, այսպես ասած, իր ուղեկիցը եւ արդեն տարիներ են անցել, ինքը չի դժգոհում, որ ամուսինը ինչ որ պետության կողմից անտեսված է իրականում, ասում է հիմա էլ մենք երբ որ գնում ենք բժշկի, իրեն ամեն ինչ անվճար հասնում է, բայց արդեն ինքը հասել է մի տարիք է, երբ որ ինքը կենսաթոշակառու է, բայց ստանում է նվազագույն կենսաթոշակ, որովհետև չի աշխատել եւ աշխատանքային ստաժ չունի, մյուս կողմից ինքը ձեռք է բերել բազմաթիվ առողջական խնդիրներ, որի համար չի ստանում որևէ պետական աջակցություն, հա, եւ այն ինչ որ ամուսնուն հասնում է անվճար բժշկական հաստատություններում, այդ ամեն ինչից ինքը զրկված է։ Այս բարակայում նաև արդյոք լինում են հանդիպել են ձեզ դեպքեր, երբ մենք գիտենք, որ ծառայության ընթացքում դժբախտ պատահարների հետևանքով, հա, իրավիճակով պայմանավորված, երբ մարդիկ հաշմանդամություն են ձեռք բերում, հաճախ նաև չեն կարողանում հոգեբանորեն դուրս գալ այդ իրավիճակից, եւ այստեղ կարող ենք տեսնել ծյուրագրգիռ իրավիճակ մարդկանց մոտ, վարքի որոշակի խափանումներ, նյարդային պոռթկումներ, այս բարակայում բացի ֆիզիկական խնդիրներից նաև եւս մեկ խնդիր է հայտ գալիս շփման, սոցիալիզացման, միմյանց հետ առողջ հարաբերություններ կառուցելու ու այս բարակայում ստացվում է, որ դու խնամում ես եւ ֆիզիկապես խնդիր ունեցող մարդուն, որը քո կարիքն ունի ու դու եթե սիրում ես, սիրով ես դա անում ու շատ լավ է որ անում ես, բայց միևնույն ժամանակ դու հասկանում ես, որ ընթացքում հոգեբանական լուրջ խնդիրներ ես ձեռք բերում նաև ինքդ, որովհետև մեր մշակույթում ընդունված չի դիմել հոգեբանի։ Այս դեպքում ոչ թե ընթացքում, այլ հենց ի սկզբանե, հա, քանի որ պատերազմի արդյունքում են նրանք ստացել այդ հաշմանդամությունը, այդ ընտանիքները սարսափելի ստրեսների միջով են անցել ու հոգեբանական ծանր վիճակների միջով են անցել, բայց ցավոք սրտի որևէ հոգեբանական աջակցություն չեն ստացել։ Դե տղամարդիկ իրենք են հաճախ հրաժարվում, ոնց կարելի է դիմել հոգեբանի, ֆիքսենք այս փաստը։ Այո, բայց ես հիմա կանանց մասին եմ խոսում։ Եվ նաև ինչու ես այստեղ պիտի նաև դրան անդրադառնամ, որ մենք նաև լավ հոգեբաններ շատ քիչ ունենք, ովքեր որ կարողանան իրականում աջակցություն ցուցաբերել։ Նկատի ունեք մի քիչ մասնագիտացվածն է, հա։ Իրական մասնագետ հոգեբաններ, հա, որոնք կարողանան ճիշտ մոտեցում ցուցաբերել եւ այնպես անել, որ իրենց ծառայություններից չհրաժարվեն, հա, օրինակ դեպք ունենք, որ պատմում է անդամահատված տղան, ով որ այդ վիճակով հիվանդանոցում պարկած է նոր, հա, մի քանի օրվա պատմություն է, ասում է ինձ մոտենում է երիտասարդ աղջիկ ու ասում է կներեք դուք հոգեբանի կարիք ունեք, ես այդ պահին իրեն ասում եմ ոնց որ թե դուք ինքներդ հոգեբանի կարիք ունեք, խնդրում եմ հեռացեք իմ մահճակալից, այսպիսի դեպքեր էլ կան, այդ մի ուրիշ խնդիր է, երբ որ հենց հաշմանդամություն ունեցող անձիկ իրենք ունեն, չէ, այդ հոգեբանի կարիքը, բայց հիմա մենք խոսում ենք խնամող կանանց, հա, խնդիրների մասին։ Նյարդային համակարգը ազդում է անմիջապես խնամող կանանց։ Այո, եւ նաեւ կինը որպես իր որդին, իր ամուսինը, իր ընտանիքի անդամը, իր եղբայրը, իր հարազատը այդ վիճակում է, իրենք արդեն ծանր ստրեսի մեջ են, հա, եւ շատ ընտանիքներ ինքնուրույն կարողանում են մի կերպ այդ ստրեսը իրենց ուժերով հաղթահարել, հա, բայց նստվածք տալիս է այդ օրինակ, հա, նստվածք տալիս է այդ։ Հա, իհարկե տալիս է։ Օրինակ ընտանիքներից մեկը ասում էր մեր բարեկամը հոգեբան էր, բարեկամի աղջիկը ասում, հա, հոգեբան էր, եւ եթե ինքը չլիներ անընդհատ իմ կողքին, ես չէի կարողանա սրա միջից դուրս գալ։ Որոշները դա ոնց որ
Աստծո հետ են, Աստծո մեջ են տեսնում, հա, այդ ամեն ինչը եւ հիմա ունենք, ասենք, ընտանիքա, որտեղ ասում է, եթե ամեն շաբաթ քահանան չկա մեր տուն, եւ ինձ հետ չզրուցի կամ մեր տանը չլինեն այդ հոգեվոր հավաքներն ու հանդիպումները, մենք բնականաբար չենք կարողանա դա հաղթահարել եւ անգամ այդ կինը խորհուրդ էր տալիս, որ բոլոր այդ վիճակում գտնվող կանայք իրենց հույսը Աստծո վրա դնեն։ Հաճախ նաև նկատում ենք պատարակներին այցելության ժամանակ, երբ փորձում են այդ կերպ նաև խաղաղվել, եւ բայց շատ հաճախ իրենք հնարավորություն չունեն իրենց ընտանիքի անդամին խնամեն, թողեն ու գնան պատարակի եւ շատ լավ է օրինակ, որ այդ գյուղում գոնե ասեն քահանան ինքն է այցելում այդ ընտանիքին, միանշանակ ընտանիքի անդամը կարծես մի տեսակ լույս, հա, նրանց համար։ Այս մի ուրիշ խնդիր է հոգեբանական վիճակը իրանց, բայց կամ եւս մեկ ուրիշ շատ լուրջ խնդիր, որ այս կանայք ունեն աջակցության կարիք, բայց չեն ստանում, դա հենց խնամքի մատուցման մասին գիտելիքներն ու հմտություններն են։ Ամենակարևորը կարծում եմ։ Այո, շատ հաճախ իրենք ընդհանրապես չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է խնամել այդ խնդիրներով, հա, մարդուն, եւ չլինելով մասնագետ կարող է ավելի վատ վիճակի հասցնեն կամ ամեն դեպքում որևէ ուսուցում ուղղորդում չկա, չի եղել մինչև փոքրիկ վերապատրաստում է պետք խնամող մարդկանց, հա, թե կոնկրետ այդ ձևի հետ կապված, հա, հաշմանդամության, հա, խնդրից կախված, թե ինչ կարգի խնամք պետք ցուցաբերել։ Երբ որ այդ հարցը քննարկում էի այն մարդկանց հետ, ովքեր համաձայնվել էին, հա, հարցազրույց տալ, մի մասը ասում են, որ մենք ինքներս ենք խնդրել բուժքույրին, երբ որ հիվանդանոցում ենք եղել եւ այլն, որ մեզ ցույց տա, թե ոնց խնամենք։ Մի մասը ասում է, դե այս կարգի հաշմանդամություն ունեցող անձանց գտել եմ իրանց ընտանիքի անդամների հետ կապի եմ դուրս եկել, ինձ օգնել են։ Մի մասը ասում է, ինտերնետով, YouTube-ով եմ գտել այդպես բաներ նայել ու տեսել ոնց խնամել, հա, սկսած նրանից, որ ասենք տղաներ կան, որոնք անընդհատ կաթետրի կարիք ունեն, հա, եւ առանց դրա չեն կարողանում, ենթադրենք, հա, այս մի օրինակն եմ բերում եւ այդ ամեն ինչը դնել, հանել, ամենօրյա գործառույթը դա անել բնականաբար այն մարդու համար, որ բժշկական կրթություն չունի, հա, եւ բուժքույր չի, շատ դժվար ու ծանր է։ Սա մեկ ուրիշ խնդիր է եւս, որը էլի շատ կարեւոր է, որ նկատի ունենանք։ Այստեղ ուզում եմ հասկանալ հետազոտությունն ինչ սկզբունքով է կարել, զրուցելով, մարդկանց հետ շփվելով։ Մենք այդ առաջին հետազոտությունը, որ արել ենք, շատ ինքը հետազոտությունը իհարկե սահմանափակումներ ունի, որովհետև ընդամենը 10 կնոջ հետ են կարողացել խոսել, պայմանավորված հենց այն հանգամանքով, որ իրենք հրաժարվում են խոսել, շատ դժվար է իրենց հետ կապի դուրս գալ եւ խոսել, հա, անգամ հենց հաշմանդամություն ունեցող այդ տղամարդիկ շատ հաճախ արգելում են իրենց կանանց մասնակցել այս հարցազրույցներին, որտեղ ինձ թվում է իրենք ինչ որ մեղքի զգացողություն իրենց մի մասը ունի ու անհարմար են զգում, այո, իրենց վիճակից եւ այլն։ Եվ իրենց թվում է, թե իրենց կանանց բոլոր խնդիրները միայն իրենց առողջական վիճակի հետ են պայմանավորված, հա, այդ գենդերային կարծրատիպերը մեկը շարունակում են, որ չեն պատկերացնում, որ կանայք կարող է եւ ունենան առանձին խնդիրներ։ 10 կանանց հետ ենք խոսել ու մեզ հետաքրքիր էր, թե ընդհանրապես ինչ է արվում ոլորտում, դրա համար զրուցել ենք նաև 5 տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ կանանց իրավունքների ոլորտում աշխատող եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում աշխատող եւ նաև նախարարությունից ուզել ենք ծրագրերի ցանկ, որոնք արվում են հենց այս թիրախային խմբի համար, ու այդ ժամանակ բարձեցինք, որ այս կանայք որպես առանձին կամ ընտանիքի անդամով, որ այս խնամքը տանում է, որպես առանձին սոցիալական խումբ ընդհանրապես գոյություն չունի ոչ իրավական մակարդակում, ոչ հասարակական, հա, եւ հասարակական կազմակերպությունները իրենց խնդիրներով չեն զբաղվում, երբ որ հարցնում եմ ինչու, օրինակ կազմակերպություններից մեկը ասաց փորձել ենք ինչ որ բան անել, բայց քանի որ իրենք այդտենց փակ խումբ են, պատճառը, հա, խուսափում են, պատճառը դա է եղել։ Մյուսները կան օրինակ հասարակական կազմակերպություններ, որոնք դա դիտարկում են ազատ կյանքի սկզբունքից ելնելով, այսինքն հաշմանդամություն ունեցող մարդը որպեսզի ազատ լինի, ինքը պիտի ունենա անձնական օգնական ոչ թե խնամող, եւ այդ անձնական օգնականի ինստիտուտն է ներդրվել օրենսդրությամբ, սոցիալական ծառայության նկատի ունենք, որը լրիվ ուրիշ բան է։
իրենք դա դիտարկում են որպես ընտանիքի ներսում փոխօգնություն եւ ասում են մարդուն պետք է ոչ թե խնամք, այլ պետք է անձնական օգնական եւ դա կարեւոր է որ չլինի ընտանիքի անդամը, որտեղ այդ մարդիկ ունեն լիքուրիշ խնդիրներ, որ ուզում են ինքնուրույն դուրս գալ, ինքնուրույն հասարակական դե կողքից օգնությունը երբեք չի խանգարում իհարկե, բայց այդուհանդերձ հիմնական բառը ընտանիքի անդամի դա ուրիշ բան է, դա բոլորովին ուրիշ բան է եւ դա այն խնամքը չի, որ մենք նկատի ունենք, այն ծանր բեռը չի, որ ծանր վիճակում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները կրում են եւ դրանից հետո մենք հիմա արդեն այս տարի 2026 թվականին սկսել ենք մեկ նոր հետազոտություն արդեն այս անգամ իրավաբանների հայկական ասոցիացիանը ֆինանսավորել բյուջեներ քաղաքացիների համար ծրագրի շրջանակներում, որ մեզ փոքր ենթադրամաշնոր են տվել Եվրոմիության ոնց որ դրամաշնորով իրենք անում են այդ խոշոր ծրագիրը դրա շրջանակներում եւ մենք հիմա արդեն ավելի խորը ուսումնասիրություն ենք անում արդեն մասնագետներ ենք վարձել, ովքեր ամբողջ իրավական դաշտն են ուսումնասիրել, մոտ 18 իրավական ակտ, հիմա մեր փորձագետները նայում են, որպեսզի հասկանան որտեղ ինչ կա, ինչ փոփոխություններ առաջացան, իրավական կարգավորումներ տան, հա, որպեսզի երբ որ մենք այսպես քաղաքական դիրքորոշում ներկայացնենք կառավարությանը, իրականում դա փաստային լինի, իրավաբանորեն ճիշտ ձևակերպված լինի, լուծումներով լինի, հիմնավորված լինի, այո։ Հիմա այդ process-ի մեջ ենք, այդ հետազոտությունը դեռ ընթացքում է, բայց որպեսզի այս տարին բաց չթողենք, ամեն դեպքում միջնաժամկետ 27-29 թվականի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագիրը քննարկելիս, այդ ոնց որ քննարկմանը ես մասնակցել եմ եւ այս խնդիրը բարձրաձայնել եմ եւ այնտեղ ինձ հարց տվեցին օրինակ ինչով են տարբեր մանկուց հաշմանդամ, հա, երեխայի մոր խնդիրները զինծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած զինվորի խնդիրներից որովհետև իրականում հիմա երբ որ այս իրավական դաշտը սկսել ենք ուսումնասիրել, պարզել ենք, որ իրականում չկա որպես առանձին կարգավիճակ սոցիալական սահմանված խնամողը, հա, բայց կախված հաշմանդամության ձևից կարգի, ոչ թե կարգից, այլ տեսակից, հա, իրենք որոշակի աջակցություններ ունեն տարբեր ծրագրերի շրջանակներում։ Եվ այդ օրենսդրությունը իդեպ գնալով բարելավում է, բայց իրականում այդ հարցը շատ հետաքրքիր էր ու ես փորձեցի այդ հարցի պատասխանը փնտրել հենց շահառուների շրջանում եւ երբ ես զրուցում էի մի կնոջ հետ, ով որ մանկուց հաշմանդամ բալիկ ունի, ինքը ասաց, որ ինքը համաձայն է, որ բոլորովին ուրիշ խումբ են նրանք եւ այն խումբը չեն, որին ինքն է, հա, այսպես պատկանում, ասաց, որովհետեւ ես չնայած որ ունեմ մանկուց հաշմանդամ բալիկ, ես ինձ երջանիկ մայր կարողանում եմ համարել, որովհետեւ ես ամեն օրվա պայքարի մեջ իմ երեխայի կյանքի համար կարողանում եմ գտնել երջանկություն։ Որ այդ օրն էլ իմ երեխան ապրեց, որ այդ օրն էլ ես ինչ որ արդյունքի հասա եւ այլն, հա, ասում եմ, բայց ես երբեք չեմ պատկերացնում, որ ես կարող էի երջանկություն գտնել, եթե իմ առողջ երեխային ուղարկեի բանակ, ուղարկեի պետության համար, հա, ծառայելու ինքը անդամալույց հետ վերադառնար, էլի կամ հաշմանդամ դարձած։ Այստեղ համակերպելու լուրջ խնդիր կա նաեւ։ Բացի այդ, ասում եմ, ես ոչ մեկին չեմ կարող մեղադրել, որտեվ իմ բալիկը այդպես է ծնվել, բայց մյուս մայրը կարող է ում ասես մեղադրել եւ առաջին հերթին պետությանը այդ պատմության համար։ Հետևաբար իհարկե տարբեր են, այդպես հոգեբանական առումով շատ տարբեր են, բայց իրականում շատ լավ կլինի, որ մեր պետությունը այնքան կարողություն ունենա ու հնարավորություն, որ կարողանա բոլոր այս կանանց, բոլոր այս մայրերին սահմանել առանձին կարգավիճակ տալ եւ նրանց համար իրավական եւ սոցիալական երաշխիքներ ստեղծել։ Այստեղ առաջին գլխավոր քայլը կարծես թե արված է լսելի դարձնել եւ ցույց տալ, որ առանձին թիրախային խմբեր են եւ առանձին ուշադրության կարիք կա։ Եվ ինձ ոգևորեց այն, որ ձեր ձայնը լսելի է, փաստացի լիահույս լինենք, որ որոշ ժամանակ անց բնականաբար նման խնդիրների լուծումները տարիներ են նաև պահանջվում, բայց հետաքրքիր մի բան ասացիք դուք, որ
Դժվար էր ձեզ այս գործընթացն ու հետազոտությունն անել, որովհետև նրանք փակ խումբ են, շատ խոցելի ու փակ խումբ են։ Արդյոք հիմա, երբ դուք բարձրաձայնում եք իրենց խնդիրները, կարիքները եւ փորձում եք նաեւ իրավական կարգավորումներ տալ, կփոխի նրանց հոգեբանական հուզական վիճակը եւ նրանք պատրաստ են փոխելու իրենց կյանքը, պատրաստ են դուրս գալու այդ վիճակից, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ հոգեբանորեն ծանր վիճակում ավելի խոցելի դառնալով այդ ամեն ինչ ավելի է խորանում եւ հաճախ մարդը ենթագիտակցորեն նույնիսկ արդեն չի էլ ուզում դուրս գալ այդ վատ վիճակից։ Իհարկե աշխատանք է պետք տանել այդ ուղղությամբ եւ շատ լավ կլինի, որ իրենք բոլորը ունենան այդ օրինակ թեկուզ լինի ժամանակավոր խնամքի ծառայություն, հա, որ գոնե օրվա ինչ որ մաս իրենք կարողանան այդ հոգսից ազատ լինել եւ իրենցով զբաղվել, կարողանան, հա, այդ իրավիճակից պիտի միջոցներ գտնեն, այո, աշխատանքի խնդրի մասն էլ կուզեի խոսեինք։ Իհարկե, վստահ եմ, որ կան դեպքեր, երբ մարդը ստիպված է եղել լքել իր աշխատավայրը, որովհետև պիտի պահեր իր սիրելին, հայրիկին, եղբորը, ամուսնուն, եւ նա դուրս է գալիս աշխատանքից, բայց մենք շատ լավ գիտենք, թե որքան կարեւոր է, երբ մարդը աշխատում է։ Իհարկե, որտեղ աշխատանքը, այո, դա միայն այդ այդ ֆինանսների հետ կապված չէ, իհարկե, դուրս գալ, սոցիալիզացվել, հա, շփվել մարդկանց հետ եւ այլն։ Եվ այստեղ կարող ենք ասել, որ նաեւ շատ կարեւոր է խնամող մարդու հուզական վիճակը, որովհետեւ հենց իր հուզական վիճակից է կախված միանգամայն կարևոր է, հա, վիճակը, որին ինքը խնամում է, այո։ Եվ իդեպ ասեմ, այդ հուզական վիճակները խնամող մոր եւ խնամող կնոջ շատ տարբեր են։ Իհարկե։ Նույն անձի մայրը եւ կինը, ովքեր համատեղ խնամում են, իրար օգնելով խնամում են, իրենց համար խնամքի տարբեր պահեր են, որ ավելի ծանր են եւ ֆիզիկապես եւ հոգեբանական առումով, հա, օրինակ նույն հաշմանդամ ունեցող անձի մորը երբ որ հարցնում եմ որ պահն է խնամքի, ձեր համար ամենածանրը հոգեբանորեն եւ ֆիզիկապես, ասում է ամենածանրն է, երբ որ ես իրեն տանում եմ զբոսանքի, հանում եմ մաքուր օդի, այսպես ասած, որովհետեւ եւ ֆիզիկապես է դա ծանր, որտեվ ինքը հենվում է ին վրա, ես լրացուցիչ ուժ եմ գործադրում եւ հոգեբանորեն է ծանր, որտեվ ինքը դրսում շատ է ընկճվում, որ տեսնում է ուրիշ մարդիկ իրեն տեսան եւ այլն, հա, բայց այդ նույն ոնց որ տղամարդու կինը ասում է, որ ինձ համար ամենածանրը գիշերներն են, երբ որ ինքը խնդիրներ է ունենում, բայց ես ոչ մի կերպ չեմ կարող իրեն օգնել, աջակցել այդ պահին։ Դեպքերն էլ են տարբեր այս բանը։ Այստեղ մի հետաքրքիր բան ասացիք, ճիշտ կլինի, որ նաև խոսքը ուղենք մեր քաղաքացիներին։ Այ մարդիկ նեղվում են, երբ իրենց նայում եք, լայն բացված աչքերով։ Սա եւս շատ կարեւոր է եւ վստահաբար կարելի ասել, որ ոչ միայն տան անդամներով է պայմանավորված, այլև հասարակության ընկալմամբ է պայմանավորված, թե մարդը հուզական առումով, ինչ որ չափ նաեւ ֆիզիկական առումով, որքան արագ եւ հեշտ կկազդուրվի կամ կգա ինչ որ ավելի կայուն վիճակի։ Հասարակության ընկալումը եւս շատ կարեւոր է։ Արդյոք կարող ենք ասել, որ իրավական կարգավորումները մնացյալը նաեւ ինքնաբերաբար կբերեն եւ կփոխեն նաեւ հասարակության ընկալումը։ Ինքնաբերաբար բնականաբար չեն բերի ու փոխի, այո, այստեղ եւս շատ աշխատանք ունենք անելու, մարդկանց հետ աշխատելու, հասարակության հետ աշխատելու շատ բաներ, օրինակ երբ որ մենք եթե հիշում եք այս մասին էլի խոսել ենք, հա, երբ որ մենք ստեղծել ենք մեր առաջին սոցիալական ձեռնարկությունը, որտեղ հաշմանդամություն ունեցող անձիկ էին աշխատում, մենք ինքներս դա 10 տարի առաջ էր եւ չէինք պատկերացնում, թե ինչ կարծրատիպեր կան հասարակության մեջ, հա, ու այդտեղ եղավ մեր առաջին բախումը հասարակության հետ, երբ որ իրենք պարզապես չէին գնում արտադրանքը մեր արտադրամասի, որտեվ ինչ որ ասոցացնում էին տարբեր բաների հետ, հա, հաշմանդամությունը, ու մենք շատ մեծ ջանք ենք թափել, որ այդ կարծրատիպը
մեր քաղաքում գոնե հաղթահարվել է, հա, որ հաշմանդամություն ունեցող անձինք արդեն կարողացել են փողոց դուրս գալ, շփվել, հասարակության մեջ ներառվել եւ այլն։ Ուզում եմ ասել, դրա համար եւս ժամանակ է պետք ու աշխատանք ու իդեպ պատերազմից հետո փոխվել է մի քիչ դա, որովհետեւ 44-օրյա պատերազմից հետո շատացան հաշմանդամություն ունեցող անձինք, ցավոք, որոնք փողոցում հայտնվում են եւ մարդիկ հասկացան, հասկացան, որ դա այնպիսի մի բան է, որից ցավոք, ոչ ոք ապահովագրված չի։ Եվ երբևէ պետք չէ թերագնահատել մարդու, ով ունի հաշմանդամություն, որովհետև հաճախ նրանք մեզնից շատ ավելի ուժեղ են, ավելի կայուն, ավելի խելացի, շատ ավելի իրենց մեջ շատերը այսօր իրենց վիճակը մոռացած սկսել են մտածել այն մարդկանց մասին, ովքեր իրենց նման են ու փորձում են օգնության ելք գտնել մյուսների համար։ Շնորհակալ եմ ձեզ մանրամասներ ներկայացնելու համար, այսքան խորքային մոտեցման համար, որովհետև դուք բարձրաձայնում եք մի խնդիր, որը անտեսված է, եւ լիահուսենք, որ հարցը Ես շատ ուրախ եմ, որ հիմա արդեն մենակ չենք, երբ սկսեցինք այս մասին խոսել, տարբեր շատ հասարակական կազմակերպություններ են, այո, միացել մեզ, սոցիալական արդարության նորարարություն ՀԿ-ն, որը իդեպ այս ոլորտի փորձագետներն են հիմնել, շատ ուրախ ենք, որ իրենք են այսօր դարձել մեր գործընկերները եւ տարբեր կազմակերպություններ, հույս ունենք, որ համատեղ ուժերով այս հարցը առաջ կտանենք եւ լուծում կգտնենք։ Մենք էլ կփորձենք որքան հնարավոր է տեղեկատվության փոխանցման առումով օգտակար լինել։ Շնորհակալ եմ ձեզ։ Հիշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, իմ զրուցակիցներ տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության կողմից իրականացվող խնամքի արժեք եւ հանրային բյուջե ծրագրի ղեկավար Սաթիկ Բադեյանը։ Զրուցեցինք շատ կարևոր մի թեմայի շուրջ, կարծում եմ մեր հաղորդումից հետո երկար կմտորեք եւ որոշակի առումով նաեւ մտածողություն կփոխվի։ Մնացեք Անդրեյանի հետ, ես Լուսինե Մուրադյանն եմ, ցտեսություն։ Քո ձայնը